Մեզ մոտ տոնական օրերը տարուց հատկապես կախված երկար են տևում։ Իսկ դեկտեմբերի 31-ից առաջ նաև բնական է, հա, ինչ որ տարբեր կորպորատիվներ ստացվում է 10 մարդիկ կա 14 օր նաև այդ ալկոհոլի ազդեցության տակ են։ Իսկ կիտրոնաջուրը օգնում է։ Տեսեք, ընդհանրապես կիտրոնը շատ օգտակար է եւ օրինակի համար կարող եք նաեւ մրգային թեյեր օգտագործել, հատկապես նրանք, ովքեր որ միզամուղ ազդեցություն ունեն, բայց այստեղ էլ բազմաթիվ մարդիկ ճնշման խնդիր ունեն։ Տաք թեյերն են օգտակար, թե սառը խմիչքները։ Դե հաշվի առնելով ընդհանրապես, որ հիմա ձմեռային ամիսներ են, սառը խմիչքները չեմ կարծում, որ ձմռան ամիսներին խմարից դուրս գալու համար։ Տեսեք, էական տարբերություն չկա, այստեղ եւս, հա, ինչ ջերմաստիճանի ենք օգտագործում եւ ամենակարևոր բանը մեր օրգանիզմը պետք է բնականաբար ջրի նաև միջոցով, սա շատ կարևոր է, մենք ասում ենք ջուր եւ հեղուկներ։ Ինչու եմ սա եւս նշում, որովհետեւ ձմռանը, որ մարդկանց մոտ ծարավի զգացողությունը այնքան չէ, որքան ամռանը, այստեղ եւս ունենք օրական մեզ անհրաժեշտ ջրից ավելի պակաս քանակություն։ Պետք է եւս մեկ անգամ հիշեցնենք բոլորին, որ մենք պետք է օրական օգտագործենք 2-ից 2.5 լիտր ջուր, որը որ մենք ձմռանը չենք օգտագործում, սա էլ է շատ կարևոր։